Նիկոլ Փաշինյանը այսօր ներկայ է գտնվել ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առիթով կազմակերպված միջոցառումը տեղեկացնում են վարչապետի կայքից։ Իր խոսքում Փաշինյանը նշել է, որ այս տարի սահմանապահ զորքերի զինծառայողի օրը եւ քաղաքացու օրը համընկել են եւ շնորհավորել բոլորին նաեւ քաղաքացու օրվա առիթով։ Վարչապետի խոսքով այս համընկնումը խորհրդանշական է, որովհետև եւ քաղաքացին եւ սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, եւ այդ հենման կետը պետությունն է։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահ զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ որ առումով նաեւ խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է եւ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության եւ կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են եւ անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, կառավարության համար ինչ որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել, որովհետեւ ինքս էլ պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված եւ սահմանագծված տեղամասեր ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք իրական Հայաստան ասելով, ինչ նկատի ունենք խաղաղություն եւ անվտանգություն ասելով, եւ սա չափազանց կարևոր առանձնահատկություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրեցինք եւ որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունում մուտք գործող եւ Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, սա մեր պետության անկախության, ինքնիշխանության եւ զարգացման շատ կարևոր հանգրվանն է, ասել է վարչապետը։ Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին եւ Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթները իրականացնելու համար։ Փաշինյանի խոսքով Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստան, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ինչ երկիր է այն եւ ինչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը, եւ սա չափազանց կարևոր առանձնահատկություն է։ Նա նշել է, որ ակնկալում է սահմանապահ զորքերը առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա։ Ամփոփելով խոսքը, Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով, շնորհակալություն է հայտնել ծառայության համար, մաղթել բարի խաղաղ ծառայություն։ Այնուհետև ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով, ցուցադրական հնարքներով։ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին եւ դրանց հնարավորություններին։ Վարչապետը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին։ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը ապրիլի 26-ին ժամանել է Երևան։ Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատար մատարը Չեն Միններ նախկին դեսպան Ֆան Յոնի 2024 թվականի հուլիսին առաքելությունը ավարտելուց հետո։ Մայիսի 27-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգություն ֆորումին, հայտնում են անվտանգության խորհրդի գրասենյակից։ Աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարը նաև կունենա երկկողմ աշխատանքային հանդիպումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պետնախագահ Էդուարդ Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործ ուղղելու մասին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին մայիսի 6-ից 8-ը գործ ուղղել Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ համագործակցության առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով, նշված է վարչապետի որոշման մեջ։ Սույն թվականի ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող ԱԱ-ն ըստ նախնական տվյալների իրեն ամրացված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք մահացել է։ Այս մասին հայտնում են ազգային անվտանգության ծառայությունից։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հաշվետվության մեջ նշվում է, որ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը և գործով համապատասխան ապացույցները ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ, նշված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։ Ավելի քան 30 մեդալ երկու շաբաթվա ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրերը այն ըմբիշները, ծանրորդներն ու մարզիչներն են, որոնք Մոլդովայում ու Սլովակիայում ամենից վեր ծածանեցին հայոց եռագույնը։ Հենակետային մարզաձևերի ներկայացուցիչները դարձյալ ապացուցեցին, որ ըմշամարտի ու ծանրամարտի հայկական դպրոցները աշխարհում լավագույններից են։ Սա տարիների գրագետ ու հետևողական աշխատանք է, որը տալիս է իր արդյունքները։ Շնորհավորելով մարզիկներին, հայրենական սպորտի ղեկավարն ընդգծում է, որ արժանապատիվ ու վաստակած հաղթանակների սպասում է ամբողջ հայազգը։ Առաջին հերթին ուզում եմ ի սրտե ձեր բոլորին ողջունել։ Ասեմ ապրեք, հալալած ես, որ կարողանում եք ցանկացած մրցմանը գնաք աշխարհի Եվրոպա առաջնության, մեդալով վերադառնաք, հայազգի պատիվը բարձր պահեք, դրոշը բարձրացնեք, հիմը հնչեցնեք։ Այսօր մեր երկիրը այն վիճակում է, որ ցանկացած հաղթանակ մարդկանց ոգևորումը հնարավորություն է տալի ուրախանալու, հույս կապելու, որ ամեն ինչ լավ է, որ հայազգը շատ ուժեղ է։ Այսօր ամեն մեկը աշխարհի տարբեր ծայրերում ցանկացած հայ հպարտանում է, որ ինքը հայ է։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց ու կանանց մեր հավաքականները թիմային պայքարում առաջինն էին, իսկ համաշխարհային ծանրամարտի ամենահզոր մարզիկը Վարազդատ Լալայանն է։ Սա հպարտություն է մոլորակի բոլոր հայերի համար։ Բրավո։ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանն է ձեր էկրաններին եւ այդ սպասված Լաշա Տալախաձեն անձամբ շնորհավորում է Վարազդատ Լալայանին կախում ոսկե մեդալը։ Այսօր դուք բոլորը տեսաք մեր հսկան Լալայանը, որը այսօր աշխարհի ամենաուժեղ մարդն է, որը ոսկե մեդալը բերեց եւ աշխարհից եւ Եվրոպայից, քեզ առողջություն, Աստված պահապան, որ միշտ մեր հայազգի պատիվը տենց բարձր պահես, բարձունքում լինի։ Գարիկ, ես քեզ միշտ հիշում եմ համալիրում, որ ռեկորդ սահմանեցիր, իրոք մալադեց, ապրես, որ դու լիարժեք զբաղվում ես, հետևում ես, տարբերություն էլ դու զգում ես, չէ՞, որ օր-օրիդ ավելի ուժեղ, ավելի հզոր։ Կանգնեց, ապրես, վերևում Գարիկ։ Ու հրել Գարիկ, Եվրոպայի չեմպիոն։ Ձեր էկրաններին։ 109 կիլոգրամ քաշային կարգում սպասված վերադարձ էր Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթը։ Նա արժանի պայքար մղեց ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Ապրես, կեցես, ֆանտաստիկ է աշխատում։ Մալխաս Ամոյանի քառակի չեմպիոնությունը եւս հպարտության անսահման պահեր պարգևեց աշխարհասփյուր հայերին։ Ամոյանը նույնպես ցանկացած մրցման հնարինը, աննարինը անում է, կարողանալով կազմակերպի հայազգի պատիվը բարձր պահել։ Հենց այնպես մեդալը չի լինում, մեդալը ընդ դրած չի, այլ պետք է չարչարվեն, պայքարեն, պարապեն, որ կարողանան լիարժեք հաջողության հասնել։ Իսկ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով այս անգամ չհաջողեց, բայց դրանով նրա համաշխարհային փառքը չի խամրում։ Ուզում եմ ասեմ, որ դու էլ մեծ գործ ես կատարել, եղբայր ջան, ամբողջ ուշադրությունը դնելով, որ մեր օլիմպիական չեմպիոնն է, 7 տակի Եվրոպայի չեմպիոն, քառակի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, դու էլի արժանի ես պարգևատրման ախպեր, որտեղ օլիմպիական չեմպիոն ես, դու ոչ մեկ իրավունք չունի մոռանալու եւ ամբողջ աշխարհի հայությունը պետք է գնահատի, հարգի, ով հայազգի պատիվը կարող է աշխարհում մեկ բարձր պահել։ Արթուր ջան, դու նույնպես մեծ ներդրում ունես։ Օլիմպիական կոմիտեն չեմպիոններին կպարգևատրի, իսկ մինչև այդ հատուկ նվեր ունեն։ Քանի որ լինելու է հայնական մեծ պատերազմի 80-ամյակը, մեծ ծնողների պապերի հաղթանակն է, որը միասնական կարողացել են մասնակցեն, հաղթանակ պարգևել եւ դրա համար կա բաց թողած արտադրած կոնյակներ, որը 1945 թվականի բերքից խաղողիցը, որը դա վաճառքում չի լինելու, չի վաճառվելու միայն ճիշտ հասցեատերերին։ Եվ այդ հասցեատերերից այսօր նստած են այստեղ։ Ոչ մեկին ոչ մի բանով չես կարող զարմացնել։
ուշադրություն, վերաբերմունք, հարգանք, որ մարդը ավելի լավ մասնակցի, ավելի դուխով, ավելի հավեսով, ու ամենակարևորը իմացեք, որ դուք ձեռագիր եք թողել։ Ձեռագիր եք թողում, դա միշտ դարեդար հիշելու են ձեզ։ Այսօր մեր ազգը կարիք ունի հաղթանակի։ Մեր ազգը իրավունք չունի կոտրվելու, հիասթափվելու։ Հիմնական խնդիրը պետք է միասնական լինեն, մի բռունց լինեն, իսկ այդ դեպքում միշտ էլ հաջողություն հաղթանակ լինելու է ցանկացած ոլորտում։ Առջևում արդեն աշխարհի առաջնություններն են, ու ինչպես ՀԱՕԿ նախագահն է նշում, մեր մարզիկների սպասելիքները ավելի մեծ են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրվա առիթով ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշում ենք քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Այս մասին գրել է վարչապետը հավելելով. Ինչի մասին է այս տոնը եւ ինչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդ, այսինքն Հայաստանի քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնիթավ հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նույնիսկ երբևէ Հայաստանում նման երևույթի գոյություն ունեցած լինելու մասին։ Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր կառավարությունը ժողովրդի ազատ կամ արտահայտման երաշխավորն է, բայց նաև ժողովուրդն իր ազատ կամ արտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամ արտահայտվելու իրավունքը, եւ սա չափազանց կարևոր է։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, գրառել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել Idemia ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հարփինե Սարգսյանը եւ կոնսորցիումի կողմից հիմնադրված HiPass փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռեջիս Բուշեն ստորագրել են անձը հաստատող փաստաթղթերի թողարկման եւ տրամադրման, անձը հաստատող փաստաթղթերի տրամադրելու համար օգտագործող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում։ HiPass ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով, ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Նախատեսվում է նաև ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության եւ տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստանում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ եւ բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների եւ անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։ Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետեւյալ տրամաբանությամբ. կարգավիճակի որոշում, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ներքին գործերի նախարարությունը միգրացիա եւ քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։ Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև Հայաստան-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ եւ մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է։ Հռոմի Պապի հուղարկավորության պատարագը մատուցվում է Սուրբ Պետրոս տաճարի աստիճաններին, որը կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր վայրերից մեկն է, որին ներկա են ավելի քան 50 համաշխարհային առաջնորդներ եւ 11 գործող միապետեր։ Հուղարկավորությանը մասնակցում են տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հռոմի Պապի հուղարկավորությանը մասնակցում են նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը, Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին։ Արարողությանը մասնակցում է նաև նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ CNN-ի հաղորդմամբ Վատիկանը պատրաստվել է, որ մինչև 250,000 մարդու կհավաքի Սուրբ Պետրոսի հրապարակ։ Ակնկալվում է եւս 1 միլիոն մարդ կհավաքվի Վատիկան քաղաքից Հռոմով դեպի Սանտա Մարիա Մաջորե տաճար տանող կիլոմետրանոց թափորային երթուղում։ Հույս ունենալով տեսնել Պապի համեստ դագաղը, որը կտեղափոխվի նրա վերջին
գրվանը։ Աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկներից շատերը հեռուստացույցով կհետևեն առաջին լատինամերիկացի պապի հուղարկավորությունը։ Ֆրանցիսկոս Պապը մահացել է 88 տարեկան հասակում Սուրբ Զատկի հաջորդ օրը երկուշաբթի։ Մահվան հաջորդ օրերին մոտ 250,000 հավատացյալներ եկել են իրենց վերջին հարգանքի տուրքը մատուցելու, երբ նրա մարմինը դրված էր Սուրբ Պետրոսի տաճարում։ Նրա դագաղապաշտոնապես կնքվեց ուրբաթ երեկոյան։ Հռոմի Ֆրանցիսկոս առաջին պապի հուղարկավորության պատարագը գլխավորում է կարդինալների կոլեգիայի 91-ամյա դեկան Ջովանի Բատիստա Ռեն։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը։ Ստեփան Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ հանրապետության տարածքում ապրիլի 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը 28-ից 30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։